Եթե նկատեցիք, ես ասեցի երեխաների լավագույն շահի համատեքստում ես կներկայացնեմ ամենը, այլ ոչ թե այս ամենը կներկայացվի անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, քանի որ սա այն դեպքն է, ինչի մասին արդեն իսկ 3 անդրադարձել եմ, երևի թե անմեղության կանխավարկածի մասին խոսելը արդեն իսկ նպատակահարմար չի լինի։ Իհարկե հասկանում եմ, որ իրավապաշտպան լինելով իմ այս խոսքերից հետո քարկոծման եմ արժանանալու, սակայն այս դեպքի պարագայում անգամ պատրաստ եմ դրան։ Բոլորը տեղեկացված եք, Սյուզի Բադոյանը արդեն հրապարակել է տեսանյութը եւ Սյուզի միջոցով բոլորս տեղեկացանք այն մղձավանջային դեպքին, այն ահասարսուր դեպքին, ինչը տեղի է ունեցել եւ տեղի է ունենում Վեդի համայնքում, մասնավորապես 2 անչափահաս քույրերի նկատմամբ, ովքեր գտնվում են սոցիալական խմբում, սոցիալական խոցելի խմբում, հաշվի առնելով վերջիներիս եւ ընտանեկան վիճակը, ինչպես նաեւ հաշվի առնելով երեխաների առողջական վիճակը։ Իհարկե ես չէի ուզենա, որ խոսքս էլի լիներ հուզումնառատ եւ մենք կրկին անգամ ունենայինք այն իրավիճակը, ինչը որ անընդհատ ստրեսի մեջ են գտնվում, մարտի 29-ին մեկ այլ դեպք անչափահասի նկատմամբ, մի հատ հիմա նորից այս դեպքը, որը կարծում եմ որևէ բանական մարդու մոտ հավասարակշիռ չի կարող, մարդուն հավասարակշիռ չի կարող թողնել։ Ինչևէ, բոլորդ արդեն տեղեկացված եք, որ 2 անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ Այստեղ ասեմ, որ առաջին դեպքը, որով քրեական վարույթ է նախաձեռնվել, եղել է փետրվարի 12-ին։ Փետրվարի 12-ից հետո դեպքերը կրել են շարունակական բնույթ եւ հաջորդ քրեական վարույթը արդեն նախաձեռնվել է ապրիլի 22-ին։ Խնդրում եմ ձեր ուշադրությունը այն հանգամանքի վրա կենտրոնացնել, որ պատկերացրեք ինչի մասին ենք խոսում։ Առաջին հաղորդումը, որը տրվել է, ընդ որում հաղորդումները տրվել են դպրոցի տնօրեն հոգեբան հավաքարարի կողմից, ովքեր նկատել են երեխաների նկատմամբ տեղի ունեցողը, այսինքն տեսել են, որ երեխաներին բռնի կերպով, ուժով, չեմ ասում ուժով, համոզելով, անընդհատ փորձում են ինչ-որ տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները, ինչի եմ ասում տարբեր մարդիկ, որտեղ մենք հայտարարում ենք, որ 3 անձանց մասին է այս ամենը, որը տեղի է ունեցել, 3 անձինք են ներգրաված, 3 անձանց մասով քննությունը կարելի է ասել կատարվել է ոչ թե քննչական մարմինների կողմից, այլ մեր կողմից, այդ բացահայտումը կատարվել է, Սյուզին արդեն հրապարակել է եւ 3-4 օրվա ընթացքում մենք ենք հավաքել այդ ամբողջ ինֆորմացիան, որը 3 փորձեցինք տրամադրել նաեւ քննչական մարմինին։ Թեպետ արդեն գտնում եմ, որ ապարդյուն էր այն ամենը, ինչը որ մենք 3 տրամադրեցինք Վեդու քննչական մարմիններին։ Ինչևէ, փետրվարի 12-ից սկսած, մասնավորապես 15 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների մասով հարուցվել է քրեական վարույթ եւ արդեն այսօր մայիսի 6-ն է եւ այդ վարույթով դեռևս չունենք ձերբակալված անձ։ Չունենք անգամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ։ Եվ եթե քննչական մարմինը, օպերատիվ մարմինը եւ ընդհանրապես պատկան մարմինները տեղում լինեին, դատախազությունը նաեւ, ապա չէր լինի հաջորդ դեպքերը, որը շարունակաբար կրկնվել է 17 տարեկան անչափահասի նկատմամբ։ Դուք պատկերացրեք, թե ինչպիսի անգործություն, չգիտեմ անգործություն է, հովանավորչություն է, թե չեմ կարող այդ բառը գտնել, որպեսզի ներկայացնեմ ձեզ, ինչ է տեղի ունեցել, ինչի հետևանքով այդ երևույթը ծնել է հաջորդ հանցագործությունը եւ հաջորդող հանցագործությունները, որտեւ այս դեպքերից հետո արդեն ընտանիքի անդամները տեսնելով, որ մասնավորապես հորեղբայրը տեսնելով, որ պաշտպանությունը պետական մարմիններից չի գտնում, ինքն է որոշել դատաստան տեսնել մանկապիղծների նկատմամբ եւ մի քանի օր առաջ արդեն իսկ տեղեկացել եք, որ նա մարմնական վնասվածքներ էր թեպետ ոչ ծանր, միջին ծանրության, որքանով որ ես եմ տեղեկացված, միջին ծանրության վնասվածք էր հասցրել մանկապիղծներից Դավիթ Այնազյանին, այո, կրկին անգամ կրկնում եմ, ինձ թույլ եմ տալիս ասելու մանկապիղծ, որտեղ այն ամենը, ինչը լսել եմ երեխաներից մայիսի 3-ից սկսած, այլ բան ինձ թույլ չեմ տա
այլ կերպ թույլ չեմ տա ինձ, որպեսզի արտահայտվեմ նրանց մասով։ Եվ այսօր նորից դեպք է տեղի ունեցել, որին կանրադառնամ քիչ հետո։ Ուրեմն փետրվարի 12-ին հարուցված վարույթով եւ ապրիլի 22-ին հարուցված վարույթներով, այն ինչը որ մենք արձանագրել ենք, մինչև այժմ 3 հոգին էլ մեղադրյալի կարգավիճակ չունեն, նրանք բոլորը վկայի կարգավիճակում են, ընդ որում երեխաներից 17 տարեկան աղջիկը 3 հարցաքննվել է, առերես պնդել է այն ամենը, ինչը որ տեղի էր ունեցել իր հետ Արթուր Երեմյանին եւ Դավիթ Այնազյանին, սակայն նրանք էլի վկայի կարգավիճակում 3 դուրս եկան քննչական բաժնից։ Եթե նկատել եք, Սյուզին եւ Հայկը այնտեղ էին եւ դուք տեսաք, թե նրանք ինչպես հրավիրվեցին ոստիկանության բաժին, ինչպես հետո ոստիկանության բաժնից դուրս եկան, այսինքն այս հանցատեսակներով մարդիկ գուրգուրանքի են արժանի, էլի, միջին ծանրության կասկածանքով անչափահասին կարան, չգիտեմ, գետնին քաշ տալով տանեն, այս երկուսին ամեն դեպքում գուրգուրանքով տարան բաժին ներկայացրեցին, հետո էլ գուրգուրանքով տարան երևի թե տուն ճանապարհեցին, դրա մասին չեմ էլ ուզում խոսեմ։ Ինչպես։ Ճոխությանը չդիմացավ, թույն խմեց։ Հա, ճոխությանը չդիմացավ, թույն խմեց, այն էլ կարծես թե, չգիտեմ, խմելա թե չէ, միգուցե այդ ինֆորմացիան էլ արդեն ճիշտ չի։ Տեսեք, այս գործով չի կատարվել մի շարք քննչական եւ դատավարական անհետաձգելի գործողություններ։ Չեն կատարվել խոզարկություններ, չեն կատարվել դեպքի վայրի զննություններ, չեն արգրավել հեռախոսներ, որով կպարզեին, թե հեռախոսների մեջ ինչպիսի ձայնագրություններ կան, ինչպիսի հաղորդագրություններ կան, չէ՞ որ հաղորդագրությունների մասով արդեն իսկ հաղորդում է եղել տրված, ցուցմունք է եղել տրված, չեն կատարվել դատա-հետքաբանական փորձաքննություններ, ընդամենը ըստ մեզ հասած տեղեկությունների եւ քննիչի հայտնած տեղեկության Արթուր Երեմյանի մեքենան է արգրաված եղել, այն էլ դրա մասով էլ փորձաքննություն չի կատարվել։ Պատկերացրեք, Դավիթ Այնազյանի մեքենան չի արգրավել, փորձաքննություններից զատ երեխաների հետ հոգեբան չի աշխատել։ Այս խոցելի ընտանիքը ես կարծում եմ, որ ընդհանրապես պետության ուշադրության կենտրոնում չի եղել, մասնարարապես Վեդու քաղաքապետարանը պետք է որ հաշվառումները կատարած լիներ եւ ընտանիքների վերաբերյալ ունենար համապատասխան տեղեկատվությունը, բազմանդամ ընտանիք է, 5 երեխան ունեն առողջական խնդիրներ, ծնողներ ունեն առողջական խնդիրներ։ Կարծում եմ համապատասխան հաշվառումները խնամակալության հոգաբարձության մարմինները, եթե լինեին իրենց տեղում եւ աշխատեին, ապա այս դեպքը չէր լինի եւ այս երեխաների ճակատագիրը այս աստիճանի չէր խեղվի։ Դեպքը բնականաբար հասկանում ենք, Վեդի համայնքը այնքան էլ մեծ չի, բոլորը շատ ավելի շուտ են այս ամենի մասին տեղեկացել։ Պատկերացրեք փետրվարից ապրիլ տարածվել է ժողովրդի մեջ։ Ու քննարկել են, որտեղ դպրոցները հարցաքննվել են փետրվարից։ Այո, փետրվարից ապրիլ եւ ապրիլից մինչեւ այսօր որևէ սոցիալական աշխատող այդ ընտանիքին չի այցելել։